Շնորհակալություն, հարգելի նախագահողներ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ։ Ձեզ եմ ներկայացնում վարչապետի աշխատակազմի 26 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ զեկույցը։ Ուզում եմ ասել, որ մեր բյուջեում ըստ էության մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել ընթացիկ 25 տարվա համեմատ, նախատեսված է շուրջ 25 միլիարդ 804 միլիոն դրամ հաջորդ տարվա ծախսերի համար։ Մենք իրականացնելու ենք 10 ծրագիր 39 միջոցառում, որից մեկը վարկային ծրագիր է 2 միջոցառումներով։ 26 թվականի բյուջեով նախորդ տարվա համեմատ ավելացել են 2 միջոցառումներ։ Տեսչական վերահսկողության ծրագրի շրջանակներում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող նոր 1 միջոցառում, նախկինում իրականացվող մի քանի միջոցառումները միավորվել են այդ 1 միջոցառման մեջ, այն կոչվելու է տեսչական վերահսկողության շրջանակում սննդամթերքի լաբորատոր հետազոտություն։ Նաև մեր բյուջեով հաջորդ տարվա ընթացքում նախատեսված է իրականացնել 1 միջոցառում, որի մասին պարոն Հովհաննիսյանն ասեց, դա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովն է, որտեղ շուրջ 50 պատվիրակություններ Եվրոպայից ժամանելու են Հայաստան։ Սա ուզում եմ հիշեցնել ամեն կես տարին մեկ Եվրոպայում տեղի ունեցող միջոցառում է, որտեղ երկրի ղեկավարները հավաքվում են, քննարկում են ընթացիկ հարցեր, և մենք նախատեսում ենք այս միջոցառումը իրականացնել մայիսի սկզբին։ Բյուջեով նախատեսված է հենց աշխատակազմի բյուջեով 1 միլիարդ դրամ, հիմա մրցույթ է հայտարարված, նաև պահոստային ֆոնդում նախատեսված գումարներ կան, ըստ մրցույթի արդեն կնախատեսենք ավել գումարներ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ 25 թվականի պետական բյուջեով նախատեսված թվով 8 միջոցառումներ 26 թվականի բյուջեով նախատեսված չեն և չեն իրականացվելու։ Վարչապետի աշխատակազմի և 6 տեսչական մարմինների աշխատակազմերի մասով տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառումներն են։ Սրա մասին կարծես թե ոչ ուղիղ, բայց խոսակցություն եղավ քիչ առաջ։ Ուզում եմ հիշեցնել, թե ինչ ծրագրեր ենք նաև մենք իրականացնում ընթացիկ տարում, որոնք շարունակականություն են ունենալու։ Դրանք են պետական հատվածի արդիականացման ծրագիրը, աջակցություն հասարակական և այլ կազմակերպությունների ծրագիրն է, հանրային իրազեկում ծրագիրն է, քաղաքացիական ծառայողների վերապատրաստում ծրագիր է, վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագիրն է, տեսչական վերահսկողության ծրագիրն է։ Իմիջիայլոց ուզում եմ ասել ձեզ, որ քանի որ նախկինում տեսչական մարմինների հետ կապված հնչել են հարցեր, որոնք եղել են կոնկրետ մասնագիտական և ըստ ոլորտների, նաև պարոն Վարդանյանի և տիկին Վարդանյանի հետ համագործակցելով հրավիրել ենք նաև տեսչական մարմինների ղեկավարներին այստեղ, եթե անհրաժեշտություն լինի և հարցեր լինեն, նրանք նույնպես կմիանան այս քննարկմանը։ Հաջորդ միջոցառումը տոների և հիշատակի օրերի ծրագիրն է և միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովումն է։ Այսքանը կուզեմ ասել, հարգելի գործընկերներ, ինչպես նշեցի, տարբերությունը նշեցի նախորդ տարվա, ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որոշ տողերում չնչին փոփոխություններ են եղել, բայց դրանք նշանակալի չեն և ըստ էության կարող ենք նաև քննարկման արդյունքում անդրադառնալ դրանց։ Շնորհակալություն։ Այստեղ հնչեց հանրային խորհրդի հետ կապված մի հարց, գիտեք, որ այս տարի մենք ձևավորեցինք հանրային խորհրդի նոր կազմ, այո, լիազորություններով նաև իրենց է վերապահված փաստահավաք խմբի աշխատանք, քանի որ բյուջեն քննարկվում էր և փաստահավաք խմբի ձևավորման, ֆինանսավորման կարգի վերաբերյալ փաստաթուղթ դեռ ընդունված չէր, այստեղ դա արտացոլված չի հաջորդ տարվա ծախսերի համար, բայց
առաջին երկրորդ ընթերցում, այսպես ասած, մինչև բյուջեի վերջնական ընդունումը այդ հարցին նույնպես ֆինանսների նախարարության հետ անդրադարձ կունենանք, քննարկում կունենանք եւ ըստ դրա կլինեն ավելացումներ, իսկ ընթացիկ ծախսերի համար, հանրային խորհրդի համար նախատեսված է մի փոքր ավելին 12 միլիոն դրամից։ Շնորհակալություն։